Այն մարդիկ, որ չեն աշխատում, կարելի ասել չեն ուզում աշխատեն, ոչ թե տեղ չկա աշխատել։ Ահա այս գաղափարով էլ Նոր Բրաջուրը իր հիմքերն է դրել որպես համայնք 1998 թվականին։ Համայնքի ղեկավարը գյուղի ունեցած ծանր օրերն է հիշում։ Հիշում է նաև նրանց, ովքեր եկել եւ չհարմարվելով դժվարություններին լքել են գյուղը։ Մնացել են նրանք, ովքեր պատրաստ են ապրելու եւ արարելու պապերի հողում։ Սկզբից դժվարություններ կար, ջրի պրոբլեմ, լույսի պրոբլեմ, ճանապարհների պրոբլեմ, տրանսպորտի, կապի, շատ դժվար էր։ Իսկ այսօրվա դրությամբ եւ մշտած բոլոր բաները վերացած թերություններ։ Աշխատում ենք, ամուսինս ծառայում է պոլկում, 10 տարի բնակվում ենք ստեղ, շատ գոհ ենք, մեր գյուղը շատ լավն է։ Այժմ համայնքի ղեկավարը վստահ է քայլում գյուղի երկու կողմերը իրար միացնող կամուրջով։ Մինչև 2008 թվականն այստեղով անցնելու համար լուրջ փորձությունների պիտի ենթարկվեիր, բայց պետական աջակցությամբ իհարկե միայն այս խնդիրի չէ լուծվել։ Համայնքում եւս օգտվում են շինանյութերի տրամադրման ծրագրից։ Անցած տարիներին մի շարք ընտանիքներ իրենց բնակարանային պայմանները բարելավել են։ Վերջերս էլ 3 ընտանիք անասնավարկ է ստացել։ Համայնքը անասնապահության զարգացման համար նպաստավոր պայմաններ ունի։ Տարեցտարի մանր եւ խոշոր եղջերավոր անասունների նկատելի աճ են ունենում։ Նոր Բրաջուր գյուղի բնությունը մեղմ է ու գեղեցիկ, չնայած գյուղում շատ են նաև ավազի հանքերը։ Գյուղի միջով հոսող տերտ ու գետը լուծում է տնամերձերի ոռոգման, նաև խմելու ջրի հարցը։ Ապահովված է կարելի ասել խմելու ջրով, մի քիչ ջրի պրոբլեմը լնում է, նույն հետ էլ շտկող հարց է։ Ընդհանրապես ձմեռային պայմաններով, երբ մենք գետից ենք մաքրված ջուր ստանում, գետը մակարդակը իջնելու ջրի չափսն էլ քչանում, ծայրամասերին չի հերիքում։ Ինձ թվում է այդ հարցը կշտկվի, աշխատում ենք ինչ-որ մի այլ տեղից, աղբյուրից կամ նորից ջրամբարը ավելացնել, որ կարողանանք ձմեռն էլ շուրջօրյա, ասենք, հերիքացնենք ջուրը։ 220 բնակիչ ունեցող գյուղում զբաղվածության խնդիր չունեն։ Համայնքի ղեկավարը համայնքի զարգացումը հենց այդ գործոնով է պայմանավորում։ Փառք Աստծո, շինարարությունները լնում է, այն մարդիկ, որ ասենք սեզոնային աշխատանքներ են ուզում։ Եթե ուրիշ աշխատանք չկա, հապա անասնապահի տեղեր կա, որ շատ դժվարությամբ այսօր ճարվում, չենք ճարում անասնապահ, ասենք, որ զբաղվի այդ աշխատանքով։ Արցախի գյուղական բնակավայրերում մշակութային կյանքի վերակենդանացման նպատակով կազմակերպված մշակութային խաչմերուկը հիրավի նոր խոսք էր։ Շահումյանի շրջանի Նոր Բրաջուրի թիմը հաղթող էր ճանաչվել, դրանով նաև ավելի սրելով ակումբի խնդիրը։ Շնորհաշատ երեխաների անունից այժմ ամբողջ գյուղն է կանգնած ակումբ ունենալու գաղափարի կողքին։ Ճիշտ է, սկզբնական շրջաններում այդքան զարգացած բան չկար, բայց հիմա լավ առաջ ընթաց է գնում, թե երեխաների սովորելը, թե ապրելակերպը, ամեն գծով։ Հիմա ունենք բարի խումբ, ունենք լավ մշակույթ։ Ակումբ չունենք, ակումբն է կարևորը։ Շենք էլի, որ լինի, երեխաները շատ լավն են, թե բարի, թե սպորտի, ամեն ինչի։ Շատ ընդունակ երեխաներ ունենք։ Ուղղակի ակումբն է մեզի մի քիչ խեղճացնում։ Շահումյանի շրջանի Նոր Բրաջուրում արդիական է նաև ինտերնետ կապ ունենալու խնդիրը։ Զարգացող աշխարհում զարգացած գյուղ ունենալն առանց համացանցի ոչ մի կերպ չեն պատկերացնում Նոր Բրաջուրում։ Սամվել Բալայան, Հովիկ Արաքելյան, օր